Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, սկսենք այսօրվա podcast-ը։ Այսօր զրուցելու եմ ֆինանսների մասին նորից, բայց ավելի շատ ուզում եմ կենտրոնանամ, թե ինչքան կարևոր է, երբ որ դու invest ես անում, ներդրում ես քո գումարը, ճիշտ ժամանակին, ճիշտ ինդուստրիայի մեջ, ճիշտ չափի եւ ճիշտ դիլերը ճարելու մասին, ճիշտ հնարավորությունները ճարելու մասին, որտեվ շատերն են միշտ զրուցում, գիտես, գումար լինի, invest անենք, այս անենք, այն անենք, բայց լինելով ֆինանսական ինդուստրիայի մեջ երկար տարիներ, երբ որ ես առնչվում եմ առօրյա բավականին չափով մարդկանց հետ, իմ հաճախորդներից սկսած տարբեր բիզնես մարդկանց հետ, տարբեր ոլորտներում, տեսնում եմ, որ մարդկանց մեծամասնությունը գոնե մոտ 80%-ը շատ սխալ մոտեցում ունեն, երբ որ գալիս է իրենց գումարները invest անելու համար։ Ինչու է դա կատարվում։ Դրա գաղտնիքներից կամ արմատները սկսում են ոչ ճիշտ ինֆորմացիա իմանալու պատճառով, մեկ, երկրորդը սխալ խորհուրդ վերցնելով, երրորդը սխալ մարդկանցից խորհուրդ վերցնելով, իհարկե, չորրորդ կետը շատ մարդիկ այդ որոշումները անում են զուտ էմոցիաների վրա, որը մեծ հետևանքներ է թողում, իհարկե շատ անգամ ավելի բացասական, որից վերականգնվելը բավականին դժվար է, ասում են, եթե մի հատ սխալ investment անես, քեզ մոտավորապես 5-ից 10 տարի է պետք, որ վերականգնվես եւ գաս հասնես այն տեղից, որ դու ընկել ես։ Այսինքն դա մեզ ասում է, որ յուրաքանչյուր investment-ի դեպքում շատ ուշադիր պիտի լինենք մեր թվաբանության մեջ, մեր որոշման մեջ, մեր ընտրության մեջ, ինչու, որովհետև այդ մի սխալը կարելի է քեզ բավականին հետ գցել կյանքում։ Եվ մանավանդ եթե արդեն 30-40 տարեկան կամ ավելին ես եւ ունես ընտանիք, շատ զգուշությամբ պետք է մոտիկանաս այդ հարցին։ Այդ հարցը կարևոր հարց է։ Ուրիշ է, երբ որ դու 18, 20, 25 տարեկան ես, դեռ ընտանիք չունես, եթե սխալ էլ անես, դու պատասխանատու ես ինքդ քեզ, դեռ ընտանիք չունես, բայց երբ որ արդեն դու հիմնավորվել ես, ունես ընտանիք, տարիքդ էլ բարձր է, այդպիսի սխալներից պետք է հեռու մնաս, պետք է չանես այդպիսի սխալներ, բայց ինչու է շատ մարդիկ տեսնում ենք, որ այդ իրավիճակում լինելով, ես տեսել եմ անհատներ մինչև 50 տարեկան այնպիսի սխալներ են անում իրենց ֆինանսների մեջ, ես ուղղակի զարմանում եմ, թե ինչպես են նրանք հայտնվել դրա մեջ։ Ինչ է կատարվում մարդու կյանքի ընթացքում, դու այդ 40-50 տարիների ընթացքում միգուցե դասեր չես սովորել, ուղղակի անհասկանալի է, բայց ես գնալով ուսումնասիրելով եկել եմ այն հայտարարին, որ շատ մարդիկ այդ սխալների մեջ են ընկնում, որտեղ առաջինը emotional են վերաբերվում գումարի հետ, միշտ լինում է մեծամասնության դեպքերի մեծամասնությունը լինում է սխալ խորհուրդ վերցնելուց։ Եվ երբ որ դու այդպես ես քո որոշումները անում, ուզում ես 50 եղի, ուզում ես 60 եղիր, սխալները քեզանից հեռու չեն գնալու։ Եվ շատ անգամ, երբ որ մարդը սխալ է անում 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ կոտրվում է, հանձնվում է եւ էլ չի ուզում նորից ընկնել այդ բանի մեջ, այդպես էլ իր կյանքը այդ վատ ֆինանսական վիճակներից չի կարող դուրս գալ եւ հանձնվում է, էլ չի ուզում կառուցել իր ֆինանսական կյանքը։ Ինչպես փորձենք զգուշանալ այդպիսի բաներից։ Գոյություն ունեն ֆինանսների մեջ օրենքներ, կանոններ, որոնց պետք է հետևենք։ Դա շատ կարևոր է։ Նախ առաջինը. յուրաքանչյուր անհատ եւ ընտանիք պետք է ունենա իր ֆինանսական բաջետը, թե ինչքան ծախսի իրավունք ունեն նրանք անելու յուրաքանչյուր ամիս եւ ինչքան եկամուտ է գալիս իրենց տան մեջ։ Դու պիտի իմանաս, թե քո ընտանեկան բաջետում ինչքան գումար է գալիս, որին պահանջվում է հաշվարկ։ Հիմա միգուցե
մտածես եւ ասես, գիտես ինչի մասին է խոսքը, ես գիտեմ ինչքան է։ Շատերին թվում է նրանք գիտեն, եւ ես այս հարցը իմ տարիների փորձով ելնելով շատ մարդկանց, մանավանդ իմ հաճախորդներին միջ հարցրել եմ, ինչքան գումար է սարքում։ Գիտես, շատ մարդիկ այդ պահին են մտածում, թե իրոք իրանք ինչքան գումար են սարքում։ Նրանք կոնկրետ չգիտեն։ Դե մոտավորապես ամիս այսքան, դե նայած ամիս, դե նայած տարի։ Նայածով դու չես կարող ֆինանսական հիմք ստեղծել։ Դա հələ եկամուտի վերաբերյալ եմ զրուցում, իսկ ծախսերի շատերը չգիտեն ուր է գնում իրենց գումարը, որտեղ են ծախսում։ Ես ունեմ անհատներ, ընտանիքներ, կլայենտներ, որ բառից բուն իմաստով ամիսը 300-ից մինչև $800 membership-ների գումար են տալի եւ չեն օգտագործում ու չգիտեմ որտեղ է գնում այդ գումարը։ Դա կլինի, չգիտեմ, app-երի մեջ, որ download են անում, TV cable-ի մեջ, չգիտեմ, հեռախոսի սերվիսների մեջ, gym membership-ների մեջ, տարբեր package-ներ, որ տարիների ընթացքում ավելացնում են եւ շատ անգամ մարդիկ երբ որ դնում են AutoPay-ի վրա, այդպես գնում է։ Եվ երբ որ ես իրենց ասում եմ մի հատ քո վերջի 3 ամսվա bank statement-ը բեր credit card-երիդ եւ քո բանկի, արի իրար հետ highlighter-ը վերցնում ենք եւ սկսում եմ գծել, այսինչ payment է, ասում եմ չգիտեմ։ Պետք է քեզ, չէ, նշում ենք։ Մյուսը։ Եվ ամիսների statement-ները վերջացնելուց հետո եղել են դեպքեր 10-ից 15 հատ payment, որ իրանք դրանց կեսը չեն էլ հիշում ինչի համար է, զանգել ենք հատ, cancel ենք արել, stop ենք արել, թիվը եկել կայնել է $600։ Պատկերացնում ես $600 տարեկան, դա $7,200 եւ եթե վերջի 3 տարին նրանք դա ճիշտ ժամանակին կանգնացնեին, արդեն 20 քանի հազար կխնայեն այդտեղ։ Դա մի հատ հասարակ օրինակ եմ տալի։ Այսինքն հետ են գալի, պետք է իմանաս եկամուտիդ չափը, ծախսերի չափը, ուր է գնում, ինչու է գնում եւ միշտ manage անես։ Ես ամեն շաբաթ նայում եմ այդ թվաբանությունը իմ բիզնեսի մեջ, իմ ծախսերի մեջ եւ ես հստակ գիտեմ տարվա սկզբից մինչև հիմա ուր է իմ ֆինանսները, ուր է գնացել, ինչեր կա, ինչի վրա եմ աշխատում, ինչի վրա եմ ծախսում, ինչու եմ ծախսում եւ պիտի դրա միշտ կոնտրոլի տակ պահես։ Երկրորդ բանը, ինչպես առաջ գնալ ֆինանսապես։ Առաջինը պետք է այդ անես։ Դրա հետ համատեղ պետք է ապահովագրես այն բոլոր քո ֆինանսական կարևոր ունեցվածքը ինշորանսով։ Ինչու, որտեվ եթե մի դեպք պատահի քեզ, դու չես ուզի կորցնես ինչ որ ստեղծել ես։ Դրա համար հարկավոր է, որ յուրաքանչյուր ընտանիք ունենա ապահովագրություն, լավ ապահովագրություն իր ունեցվածքի վրա, իր մեքենաների, իր ինվեստմենտների եւ ամենակարևորը հենց իր վրա, որտեղ գալիս են ինշորանսների life եւ health տեսակները։ Դա շատ կարևոր է հասկանալ։ Եվ երկրորդ կարևորությունը, երբ որ մարդ ապահովագրում է ինքը իրեն, դա նաև ինվեստմենտի մի տեսակ է։ Ինչու, որտեղ մանավանդ եթե ծնող ես, եթե ընտանիք ես, ունենաս 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն coverage դու եւ քո spouse-ը, այդ գումարը ի վերջո օգտագործվելու է կամ քո համար, կամ դա ժառանգաբար թողելու ես քո հաջորդ սերունդին, քո երեխաներին։ Եվ դա լինելու է մեծ ունեցվածքի տեղափոխում ծնողից դեպի երեխա։ Եվ եթե դու քո երեխաներին ես սովորացնես այս կարևոր կետերը, այս կարևոր հիմքերը ֆինանսների մեջ, որը ես անձնապես սովորացնում եմ իմ երեխաներին այս փոքր տարիքից ըստ իրենց հասկացողության, եւ տարիների ընթացքում ավելի շատ բաներ եմ ցույց տալու, որ նրանց մեջ սկսի տպավորվել եւ օգտագործեն այդ սովորությունները։ Եվ եթե յուրաքանչյուր ծնող դրան ուշադրություն դարձնի եւ իր կյանքի քայլերը ճիշտ անի, որ ավելի մեծ ունեցված քարստություն թողնի իրանց երեխաներին եւ իրանց երեխաների մեջ վաղ տարիքից այդ հիմքերը դնի, այդ ընտանիքի generation-ը արդեն ավելի ուժեղ եւ հիմնավոր ֆինանսական իրավիճակում կլինի։
Երկրորդ բանը, երբ որ ես ասում եմ մարդկանց եւ ցույց եմ տալի, դա միշտ ազատվել պարտքերից։ Պարտքերից ազատվելու երկու տեսակ կա։ Կա լավ պարտքեր եւ կա վատ պարտքեր։ Լավ պարտքը այն է, երբ որ դու բանկից պարտք ես անում, լոն ես վերցնում եւ ինվեստ ես անում այդ գումարը մի բանի մեջ, որ տարիների ընթացքում դրա արժեքը բարձրանալու է։ Օրինակ real estate-ի մեջ։ Դա լավ պարտք ենք համարում։ Իսկ վատ պարտքերը նրանք են, երբ որ դու բանկից լոն ես վերցնում, առնում ես ավտոմեքենա, առնում ես կահույք, առնում ես տարբեր բաներ, շորեր կամ չգիտեմ, կահույք, ինչ որ է, որ միանգամից դրա գինը ընկնում է։ Եվ դու այդ պարտքը վերցնելով, բացի այն ինչ որ առնում ես դրա գինը ընկնում է, այդտեղ կորուստ ես ունենում, եւ երկրորդ այդ պարտքի վրա դու ամեն ամիս, ամեն տարի տոկոս ես վճարում։ Եվ մարդիկ ասում են, լավ, ինչա, payment-ը $500 է, տոկոսն էլ 200։ Տոկոսային հարաբերությամբ դա մեծ գումար է, որ բանկը քո վրա աշխատում է։ 20-30% քո փողի վրա ամեն տարի աշխատում է, իսկ քո փողը 20-30% բանկում, որ դնում ես, աշխատում է քեզ համար։ Դե սրանք նրբություններ են, որ մարդիկ չեն խորանում դրա մեջ։ Երրորդ բանը, որ միշտ կարևոր է համարում, որ յուրաքանչյուր անհատ ընտանիք ունենա, emergency fund-ն է։ Ինչու, որտեվ իրականության մեջ, երբ որ դու կարողանում ես քո ծախսերը ճիշտ մենեջ անել եւ 3-ից 6 ամիս հավաքած գումար ունենաս մի կողմ, եթե կյանքում մի լուրջ դեպք պատահի, մի emergency situation-ի մեջ դու հայտնվես, դու պանիկայի մեջ չես ընկնի, որտեվ 3-ից 6 ամիս ապահով գումար ունես հավաքած միտեղ։ Իսկ ինչ է կատարվում, երբ որ չեն ունենում մարդիկ։ Եթե մի անհատ տարիներ աշխատում է մի կամպանիայի համար, լցեի օրինակի համար տարեկան ստանում է $70,000, երբ որ մի ֆինանսական մեծ խնդիր է առաջանում, նա չունի այդ 3-ից 6 ամսվա հավաքված գումարը, ստիպված ինչ է անում, սկսում է հետ ծախսել կրեդիտ քարտերի վրա, իր պարտքերը շատանում են, եւ քանի որ գործից էլ հելել է օրինակ, ստիպված ինքը 70,000 է սարքում, գնում է մի հատ ուրիշ կամպանիա նույն պոզիցիան, իր այդ ֆինանսական իրավիճակից խեղդվելուց ելնելուց իրեն առաջարկում են 50,000 տարեկան, ինքը ստիպված համաձայնվում է։ Այսինքն ինքը կյանքում սկսում է հետ գնալ։ Ինչ է կատարվում իրականության մեջ։ Դու կյանքում 2 քայլ առաջ ես փորձում գնալ եւ քո ֆինանսական իրավիճակը ճիշտ չես հաշվում, բայց եթե 2 քայլ առաջ գնալուց հետո, մի դեպք պատահելուց հետո դու 5 քայլ հետ ես գնում։ Իրականության մեջ դու առաջ չես գնում կյանքում, այլ հետ ես ընկնում։ Եվ նոր վերջում պետք է ինվեստմենտներ անես։ Ինչպիսի ինվեստմենտներ։ Ինվեստմենտների տարբեր տեսակներ կա։ Ինվեստմենտները պետք է հասկանալով անես, պետք է ժամանակին անես։ Այո, էկոնոմիկան միշտ բարձրանում է, իջնում է։ Ճիշտ է, որ ցածր էկոնոմիկայի ժամանակ ավելի լավ ինվեստմենտներ կարող ես անել, բայց հարցը գալիս է, արդյոք հասկանում ես ինչ ես անում։ Որտեվ շատ անգամ մարդիկ ինքնահասկացությամբ կամ ինչ որ իրենք են կարծում, ըստ դրա են ինվեստմենտներ անում, չհասկանալով։ Դու կարող է լավ էկոնոմիկան շատ լավ ժամանակ լինի, որ դու ինվեստ անես, բայց դու սխալ ինվեստմենտի վրա փող դնես, նորից ունենալու ես կորուստ։ Դրա համար կարևոր է ունենաս ճիշտ խորհրդատու։ Ես միշտ այս օրինակը տվել եմ առիթի դեպքում, երբ որ քո ատամը ցավում է, դու գնում ես ատամնաբույժի մոտ, չես գնում մեխանիկի մոտ։ Իսկ մարդիկ նույն ֆորմուլան սխալ են օգտագործում, նույն ձև են օգտագործում, երբ որ հարցը գալիս է ֆինանսների։ Նրանք ուզում են մի ֆինանսական ինվեստմենտ անել եւ գնում են իրենց մեխանիկ ընկերոջից են խորհուրդ վերցնում։ Մեկը, որ հեչ ինֆորմացիա կամ գաղափար հիմնականում չունի, թե ֆինանսը իրանից ինչ է ներկայացնում։ Դու կարող ես այդ մեխանիկ ընկերոջ մոտ գնալ, երբ որ խնդիր ունես քո մեքենայի հետ, ինքը ճիշտ խորհուրդ կտա քեզ, որտեվ նա դրա մասնագետն է։ Բայց ֆինանսների մեջ դու պիտի ունենաս խորհրդատու, որը մասնագետ է այդ էրիայի մեջ։ Հիմա հարց ունես այդ մարդը։ Եթե ունես, անպայման ուշադիր եղիր, որ ինքը բավականին մեծ փորձ ունի, եթե չունես, ես առաջարկում եմ իմ սերվիսները, որտեղ ես 22 տարի արդեն այս բիզնեսի մեջ եմ։ Կարող եմ ձեզ մեծ սիրով օգտակար լինել այս հարցում։
Կարող եք իմ հետ կապնվել, արդեն էկրաններում դուք տեսել եք իմ ինֆորմացիան social media-ի միջոցով, եթե ուրիշ երկրներից եք իմ հետ կապնվում, WhatsApp-ով, Viber-ով, Telegram-ով կարող եք կապնվել ինձ հետ։ Իմ բոլոր խորհուրդ տալը անվճար է, մեծ սիրով խորհուրդ կտամ ձեր իրավիճակի համեմատ, եւ եթե բնակվում եք Ամերիկայում, մանավանդ Կալիֆոռնիայում, կապնվեք ինձ հետ, մեծ սիրով ես ձեզ խորհուրդ կտամ։ Նախ առաջինը կվերանայեմ այս նշած հարցերի մեջ ինչպես եք ապրում ձեր ֆինանսական կյանքում, այդտեղ խորհուրդներ կարող եմ տալ, եւ եթե ուզում եք ինվեստմենտներ անել, կարող եմ ըստ ձեր ֆինանսական իրավիճակի ասեմ ինչպիսի եւ ինչ չափի եւ ինչ ձևի ինվեստմենտներ անեք ըստ ձեր ֆինանսական իրավիճակի այսօրվա օրերում։ Շնորհակալություն նրանց, ովքեր հետևեցին եւ լսեցին այսօրվա ծրագիրը, սա Մայիս Կարիբյանն էր, անպայման subscribe արեք իմ YouTube-ին, հետևեք ինձ բոլոր social media ցանցերով @MaisMikeKaribyan, եւ եթե դեռ իմ գիրքը չեք գնել, անպայման գնացեք Amazon, գրեք Mais Mike Caribbean, Secret of Living is Giving, գրքի վերնագիրն է, եւ կարող եք օրդեր անել այդ գիրքը, որտեղ ես խոսում եմ 10 կարևոր կետերի մասին, ինչպես հաջողվել, որոնցից մի քանիսը նաեւ ֆինանսների մասին է։ Շնորհակալություն նայելու համար, տարածեք ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ։ Ստեսություն ձեզ։